Մարտ 10. Ձեզ հետ է Քրիստինեն։ Նմանվել Քրիստոսին, ասել է խորը ցանկությամբ սերտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Ողջույն, բոլորիդ մաղթում եմ ուրախ մարտի 10 և տարվա 10-րդ շաբաթ։ Այս շաբաթ մենք աշխատում ենք անգիրանել Սաղմոս 19, 7-ից 9-րդ համարները։ Դրա համար եկեք 3 անգամ կարդանք։ Տիրոջ օրենքը կատարյալ է, նորոգում է հոգին։ Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է, իմաստուն է դարձնում պարզամիտին։ Տիրոջ հրահանգներն ուղիղ են, ուրախացնում են սիրտը։ Տիրոջ պատվերները մաքուր են, լուսավորում են աչքերը։ Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և լիովին արդար։ Երկրորդ անգամ էլ դուք կարդացեք և ես կլռեմ։ Եվ հիմա կարդանք երրորդ անգամ միասին։ Սաղմոս 19, 7-ից 9-րդ համարներ։ Տիրոջ օրենքը կատարյալ է, նորոգում է հոգին։ Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է, իմաստուն է դարձնում պարզամիտին։ Տիրոջ հրահանգներն ուղիղ են, ուրախացնում են սիրտը։ Տիրոջ պատվերները մաքուր են, լուսավորում են աչքերը։ Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և լիովին արդար։ Այսօրվա Աստվածաշնչից ընթերցվող հատվածները հետևյալներն են. 5 կտակարան, Թվոց 17, 1-ից մինչև 18, 32, Սաղմոս 32, 6-ից 11, Առակաց 11, 19-ից 21, Նոր կտակարան, Մարկոս 11, 20-ից 33։ Մաղթում եմ ձեզ օրհնյալ և ուրախ օր, մինչ հաջորդ հանդիպում։